Պարոն Հակոբյան, բարև ձեզ։ Ձեր իշխանությունը ինչի է թաքցրել, որ ադրբեջանցիները գաղտնի նոր դիրքեր են գրավել Սոտքի հատվածում, Կութն է նշանառության տակ արդեն Վարդենիսում եւ Վայոց ձորի մարզում։ Առաջին անգամ ձեզնից եմ լսում նման բան։ Թաթոյան, այսինքն դուք էլ տեղյակ չեք եղել, Թաթոյանը այսօր լրիվ քարտեզներով դիրքերը հատ-հատ ցույց տվեց, որ 2025-ի հուլիսի դրությամբ այլ պատկեր ա եղել, օգոստոսին։ Առաջին անգամ ձեզից եմ լսում եւ երկրորդ հերթին եթե մեջ եք բերում Թաթոյանին, իմ համար այդքան էլ արժանահավատ չի։ Մարդը քարտեզներով հատ-հատ տվյալներով ցույց Մարդը շատ բան է ցույց տալիս, բայց չեմ կարող մեկնաբանել, որովհետև էլ եմ ասում, առաջին անգամ լսում եմ ձեզնից, իսկ եթե առավել եւս դուք մեջ բերում եք Թաթոյանի ասածները, դրանք իմ համար արժանահավատ չեն։ Դուք էլ տեղյակ չեք եղել, որ 2025-ի հուլիսին լրիվ այլ տեղում անգամ ձեզնից եմ լսում, իսկ եթե Թաթոյանն ասում, ելի եմ կրկնում, մի քանի անգամ պետքա դա դեռ ճշտել։ Այնպես որ ես ինչ մեկնաբանեմ Թաթոյանի արած հայտարարությունը։ Հնարավոր է Փաշինյանը ձեզնից էլ է դա թաքուն։ Ոչ, հնարավոր չի։ Հնարավոր չի, իշխանությունը տեղյակ չլինի։ Մենք որևէ մեկից ոչինչ թաքուն չենք պահում։ Բա ոնց է հանրությունը նոր իմացել եւ շոկի մեջ հայտնվել։ Ինչ է իմացել։ Թաթոյանը որ մի բան ասել է, դա նշանակում է դա ճիշտ է։ Դուք կուրորեն հավատում եք Թաթոյանի ասածներին։ Այսինքն անկապ նկարել քարտեզները։ Թաթոյանին այդ տվյալները որտեղից։ Այսինքն գոյություն ունի պետություն, գոյություն ունի պաշտոնական հայտարարություններ, ձեր համար ավելի կարևոր է Թաթոյանի անհայտ աղբյուրներից ծագած ինչ-որ լուսանկարներ կամ ձեզ որպես իշխանություն ձեռնտու չի դա ներկայացնելը, որովհետև դուք ուզում եք ներկայանալ կարող մեկնաբանել Թաթոյանի արած հայտարարությունները։ Այսինքն եթե դա Թաթոյանն արել, ես ինչ ասենք պետքա հավատամ, որ դա այդպես է եւ լուրջ դեմքով մեկնաբանեմ Թաթոյանի արած հայտարարությունը։ Հանրությունը ոնց էս հավատա, եթե այլ բան տեսնում։ Թաթոյանը ասում էր, որ ինքը կապ չունի նախկինների հետ։ Հիմա ես հավատամ Թաթոյանին, որ ինքը կապ չունի նախկինների հետ, եւ հավատամ Թաթոյանին, որ Թաթոյանը ինչ որ քարտեզներ է հրապարակել, ինքը ստել է, չէ՞ որ ինքը կապ չի ունեցել նախկինների հետ։ Արդեն ինքը մեկ անգամ ստել է։ Այնպես որ եթե հիմա ինքը ինչ որ քարտեզ Մյուսի հետ ինչ կապ ունի, դուք հիմա պատրաստ եք։ Մեկը մյուսի հետ մեկը այդ դիրքեր ու հատ-հատ ցույց տալ, որ չեն կապ ունի, որ արդեն մարդ որ մեկ անգամ ստել է, նա ստախոս է, ես կարող եմ եւ առաջին հերթին իր հրապարակած տվյալները կարող եմ չհավատալ դրան։ Այնպես որ ես չեմ հավատում, նկարներին էլ չեք հավատում։ Դուք ներկայացրեք ով է հարգելի լրագրող, ով է հրապարակել։ Արման Թաթոյանն է այսօր բացահայտումներ արել քարտեզներով։ Արման Թաթոյանը ստախոս է, ինքը ասում է, որ ինքը նախկիների հետ կապ չի ունեցել։ Դուք եք լիքը բան սուտ ասել, այլ խոստումներ եք տվել, այլ բաներով կերակրել եք հանրությանը, այլ բան եք բերել մեր սուտ ասել։ Դուք ասել եք Աղդամը մեր հայրենիքն է, հետո տեսանք Աղդամն էլ Արցախն էլ ամեն ինչը Ադրբեջանի հայրենիքն է։ Այնքան բան եք սուտ ասել։ Ոնց պատերազմ եղավ։ Գիտեք։ Հա։ Տեղակ եք որ 2020 մենք ենք բերել պատերազմ։ Դուք եք եղել իշխանություն։ Կրկնում եք, այսինքն դուք կրկնում եք այն մարդկանց նարատիվները, ովքեր ասում են Հայաստան, օրինակ Ռոբերտ Քոչարյանի նարատիվը, որ ասում է Հայաստանը հրահրեց պատերազմը, եւ հիմա դուք լուրջ դեմքի արտահայտությունով ասում եք դուք եք բերել։ Հասնեմ արձանագրում, ձեր իշխանության օրոք է եղել պատերազմ։ Դուք հիմա կրկնում եք Ռոբերտ Քոչարյանի նարատիվը ու ասում եք Եվ ասում եք, որ մենք ենք բերել պատերազմ։ Ձեր իշխանության օրոք եղել է պատերազմ, թող չլիներ պատերազմ, թող պատերազմի ելքում տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ունեինք ըստ Փաշինյանի, թող այդ մարտունակ բանակը հաղթի։ Այսինքն, որ պատերազմը եղել մեր իշխանության օրոք, դա մենք ենք մեղավոր։ Դուք մեղավոր եք, որ պարտություն ենք կրել։ Դուք ասել եք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ունենք մենք։ Այդ բանակը ո՞նց պարտվեց։ Նշանակում է բանակը չի պարտվել։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին մեզ կերակրում նրանով, որ մենք ամենամարտունակ բանակն ունենք։ Փաշինյանն է ասել, ես Փաշինյանից եմ դա լսել, ընդամենը մի քանի ամիս առաջ պատերազմ։ Որովհետև մի քանի ամիս առաջ 10-20 տարի մեզ կերակրում են նրանով, որ մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, բայց դուք շատ վատ բան եք անում, որ կրկնում եք Ռոբերտ Քոչարյանի եւ մի շարք այլ։ Հասնեմ արձանագրում, պարոն Հակոբյան, ձեր իշխանության օրոք է եղել պատերազմ։ Փաստը արձանագրում եք նրանում, որ մենք ենք բերել պատերազմ, դուք նոր դա ասեցիք։ Դուք նոր դա ասեցիք, որ մենք ենք բերել պատերազմ։ Պատերազմ է եղել, այդ պատերազմը օդից չի լինում։ Օդից ենք բերել պատերազմը։ Ով ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, ով ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ես կանգնեցի Արցախի հրապարակում ասի Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ես էլ ձեզ ասում եմ, որ
շատ վատ բան եք անում, որ կրկնում եք Ռոբերտ Քոչարյանին այն ասած։ Լավ արեց Փաշինյանը, որ ասեց Արցախը Հայաստան է եւ Նա ասել դա։ ով է ասել Արցախը Հայաստան է եւ Ստեփանակերտի հրապարակում Չէ, ասում եք ժամանակ ասում եք չեք ասում։ Երբ որ ասում եք մեղադրում եք ասում եք եւ վերջի վերջո դուք համարում եք եւ Ռոբերտ Քոչարյանը դուք նույն հարցության վրա եք այս հարցում։ Դուք համարում եք որ ինձ ոչ մեկի հետ չհամեմատեք։ Դուք եկել եք իշխանության, որ նախկինի սխալները չանեք։ Եկել եք իշխանության ձեր զրոյական կետից սկսելով։ որովհետեւ դուք նույն բանն եք կրկնում։ Որովհետեւ դուք նույն բանն եք կրկնում։ Ես համեմատում եմ ձեզ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետեւ դուք Համեմատեք ոչ մեկի հետ։ Ես կրկնում եմ ՀՀ քաղաքացու միտքը։ ՀՀ քաղաքացու միտքը դուք զրոյական կետից եք սկսել։ Ո՞րն էր ձեր ել համեմատել ձեզ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես համեմատում եմ, որովհետեւ երկուսդ ասում եք նույն բանը։ Կարող եմ, որովհետեւ երկուսդ ասում եք նույն բանը։ Դուք էլ ասում եք Ալիևի հետ նույն բանը, որ Արցախը Ադրբեջանն է։ Ձեր խոսույթը Ալիևի խոսույթն է։ Արցախը Ադրբեջանն է։ Ես ասում եմ, դուք անում եք վատ բան, երբ որ դուք կանգնում եք Ռոբերտ Քոչարյանի եւ նման Դուք 100 անգամ Քոչարյանին անունը տալով չեք կարող ստվերել ասածները, հասկանում եք։ Հիմա 10 անգամ Քոչարյանը ըստեղ ինչ կապ ունի ընդհանրապես։ Քոչարյանի անունը 40 անգամ էլ տակ, միևնույնն է մեր խոսակցության բովանդակությունը մեխը չի փոխվելու, պարոն Հակոբյան։ Որովհետև դուք Հայաստանի եւ Հայաստանի իշխանություններին մեղադրում եք պատերազմ բերելու մեջ։ Դա վատ բան եք անում։ Ձեր զրոյական կետից եկաք սկսելով Սանկտ Պետերբուրգի Վիեննայի պայմանավորվածությունները դրեցիք մի կողմ, պարոն Հակոբյան, ասացիք մենք մեր կետից ենք սկսում։ Ես էլ ասում եմ ձեր կետից սկսեցիք տարած պատերազմ։ Այդ ամեն ինչը բազմաթիվ անգամներ ձեզ բացատրվել է, եթե դուք մնում եք այն կարծիքին, որ Հայաստանն է հրահրել պատերազմ, մեր պատճառով ա եղել այդ պատերազմը, շարունակեք։ Ես շոկի մեջ եմ, որ դուք խաղաղություն եք ասում ու նորից դիրքեր գրավելու բան են, ինֆորմացիա են մեզ տալիս, որ նոր ինֆորմացիա։ Դե գնացեք ուրեմն Թաթույան Արմանի հետ շփվեք էլի։ Գնացեք Թաթույան Արմանի հետ շփվեք։ Բացառում եք դա, պարոն Հակոբյան։ Ես պատրաստ եմ ձեր հետ գնալ այդ դիրքերը։ Դուք ինձ ապացուցեք հակառակ։ Ես ուզում եմ հակառակը լինի։ Ներողություն։ Խնդրում եմ, իրար հետ գնանք այդ դիրքեր, դուք ինձ հակառակը։ Ոչ, գնացեք Թաթույանի հետ գնացեք այդ դիրքերը։ Իմ հետ մի ուզեք։ Ես եմ իշխանություն, բայց այդ սուտ տեղեկություն ամենայն հավանականությամբ, քանի որ մեկ անգամ նա արդեն ստել է, հրապարակել է Թաթույան Արմանը։ Ասում եմ գնացեք Արմանի ձեռքը բռնեք, իրար հետ գնացեք դա պարզաբանեք եւ շարունակեք մեղադրել Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանին 2020 թվականի պատերազմի մեջ։ Դուք ինչի՞ չեք գալիս գնանք այդ դիրքեր, դուք հակառակը ցույց տվեք։ Մենք եթերում ձեր ասածը ցույց տվենք։ Ձերի հետ Ռոբերտ Քոչարյանի ձեռքից էլ վերցեք։ Քոչարյանի անունը 1000 անգամ էլ տակ, միևնույնն է, ասում եմ, մեխը չի փոխվելու մեր խոսակցության։ Ասում եմ, պատրաստ եք որպես իշխանություն, միասին գնանք, ես ցույց տամ, դուք ինձ ապացուցեք հակառակը, ես ցույց տամ իմ լսարանին, որ այդ սրբխփոցը չունենա այդ։ Քարը գցումա 10 խելոք չեն կարողանում անեն։ Հիմա գնացեք Արմանի հետ պարզեք։ Ես եմ հրապարակել այդ քարտեզները։ Արմանն է հրապարակել։ Գնացեք Արմանի ձեռը բռնեք, գնացեք պարզեք իրականա թե իրական չի դա։ Ինչ եք ուզում։ Իշխանություն ենք, իշխանությունը բան անում, հրապարակում է պաշտոնական տվյալներ։ Դուք չեք ուզում պաշտոնական տվյալներին հետևեք, հետևում եք Արման Թաթոյանին։ Գնացեք Արմանի ձեռը բռնեք, գնացեք պարզեք դա։ Դուք բացառում եք, ես դա եմ ուզում։ Գնացեք պարզեք, ես ի՞նչն եմ բացառում։ Արմանի Հակու ներխուժում է։ Արմանի ասածները, Թաթոյան Արմանի ասածները ինձ համար արժանահավատ չեն։ Եթե ձեզ համար արժանահավատ են, գնացեք Արմանի ձեռը բռնեք, այդ քարտեզները վերցրեք, այն մյուս ձեռով է Ռոբերտ Քոչարյանի ձեռը բռնեք, գնացեք դա պարզեք, վերջում էլ Դուք եք իշխանություն, դուք ինձ էլի տանում եք խալխի ձեռքերը բռնելու։ Ինչ կապ ունեն Քոչարյանը։ Ես ձեզ ասում եմ նկարները հավատում։ Այդ խալխին հավատում եք, գնացեք, ես իրան չեմ հավատում, հարգելի։ Ապացուցեք հակառակը, դուք եք գնացեք, հիմա որ պաշտոնական տվյալներին չեմ տիրապետում, դուք գաղտնի ինֆորմացիաներին տիրապետելու հնարավորություն եք, դուք պատգամավոր։ Արման Թաթոյանը մի այլ ախմախություն ասի, որ չգիտեմ, այսինչանը մարդ է կերել։ Այդ այսինչանը պիտի գնաց սկսի ապացուցել, որ ինքը չի կերել։ Դե այդքան անարժանահավատ տեղեկությունն է, որ Սոտքի եւ Կութի բնակավայրերը հայտնվել են Թիրախի տակ։ Անարժանահավատ է, որովհետեւ այդ մարդը ստախոս է, այդ մարդը ասել է, որ ինքը նախկինների հետ կապ չունի, չի ունեցել։ Եվ հիմա ինչ որ քարտեզ հրապարակում գնացեք իր ճշտեք ինձից ինչ եք ուզում։ Պարոն Հակոբյան, ես որպես քաղաքացի խիստ մտահոգված եմ այդ ինֆորմացիայից։ Ես ուզում եմ դուք փարատեք իմ մտահոգությունը։ Մտահոգված եք այդ ինֆորմացիան հրապարակողի ձեռը բռնեք, գնացեք պարզեք դա։ Ես
Նման հայտարարություն չեմ արել։ Ուղարկում եք Գյուլի բերան, գնացեք թշնամու թիրախի տակ, բարձեք, որ բանը այնտեղ կանգնած են, թե չէ։ Բա ինձ եք ասում եկեք իրար հետ գնանք։ Դուք իշխանություն եք, դուք այդ ստրախով եք Ասում եմ ուղարկում եք Գյուլին, նոր դուք եք ասում եկեք իրար հետ գնանք։ իշխանություն եք, դուք այդ բանը երաշխավորագրերը Ալիևից տարա։ Իշխանության հետ ուզում եք գնաք Գյուլի բերան, Թաթուան Արմանի հետ չեք ուզում գնաք Գյուլի բերան։ Դուք կարող եք Ալիևից այդ ստրախովկեքը վերցնել, ես չեմ Ես կարող։ ոչինչ չեմ կարող Ալիևից վերցնել։ Այդ դուք կարող եք մեզ Հայաստանի Հանրապետությանը մեղադրել պատերազմ բերելու մեջ։ Շնորհակալություն։ Տեսություն։ Հրաչ կարող ես